Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին քննեց Սրբազան պայքարի գործով ձերբակալված Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով մինչև 2026 թվականի մարտի 8-ը երկարաձգեց Սարգսյանի կալանքի ժամկետը եւ թույլատրեց Արթուր Սարգսյանի մերձավոր հարազատներին, քույրերին, եղբայրներին եւ նրանց ընտանիքի անդամներին տեսակցել Արթուր Սարգսյանին իր բնակության վայրում։ Հիշեցնենք, որ մինչ այս միջնորդությունը Արթուր Սարգսյանն իրավունք չուներ, բացի ընտանիքի անդամներից, հանդիպել այլ անձանց հետ։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ։ Միջնորդություն կատարվեց հնարավորություն տալ Սրբազանին մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսատ ժողովին։ Միաժամանակ առաջարկվեց 3.800.000 դրամ գրավ։ Պաշտպանները այս հարցը ներկայացրեցին հանրային շահի կարևորության տեսանկյունից։ Եպիսկոպոսատ ժողովում քննվում են մեր եկեղեցուն առնչվող կարևորագույն հարցեր, իսկ մեր հանրության մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Դատարանը Սրբազանի կալանքի միջնորդության հարցը կքննի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։